Հայաստանի պաշտոնական վիճակագրությունը այս տարվա սեպտեմբերին 2024 թվականի սեպտեմբերի համեմատ ֆիքսում է, արձանագրում է կառավարելի գնաճ։ Վստահաբար այս արտահայտությունը լսող շատ քաղաքացիներ կզարմանան, գուցե նաև որոշակի զայրույթ առաջանա, հատկապես հաշվի առնելով առավելապես վերջին օրերին սպառողական շուկայում գների կտրուկ փոփոխությունը, կտրուկ թանկացումները։ Եվ հետևաբար, ինչով կարող է սա պայմանավորված լինել։ Խնդիրը սպառողական գների ինդեքսի միջինացված ցուցանիշն է, որն իրականում միջին վիճակագրական քաղաքացու կյանքում ոչինչ չասող ցուցանիշ է։ Իսկ ինչ է կատարվում սպառողական գների հետ։ Առաջարկում եմ միասին ուսումնասիրենք այդ միջինացված ցուցանիշի որոշակի բացվածքը։ Մենք որոշ ապրանքախմբեր ենք դիտարկում, այս շարքը շատ ավելի լայն է, բայց փորձել ենք այդ միջին վիճակագրական քաղաքացու կյանքում, առօրյայում, ամենօրյա անհրաժեշտության որոշ ապրանքներ դիտարկել, հասկանալու համար, թե ի վերջո ինչ է կատարվում, թեև ինչ է կատարվումի պատասխանը յուրաքանչյուրն ունեն, ելնելով իրենց ամենօրյա պարզագույն գնումներից։ Եվ այսպես 3.7% սպառողական գների ինդեքս, որը կառավարության կողմից սահմանված թիրախային ցուցանիշ է։ Մինչդեռ այդ թվում օրինակ սննդամթերքը թանկացել է 5.8%-ով։ Տեսեք, սննդամթերք եւ ոչ ալկոհոլային խմիչքներ ապրանքախմբում։ Մինչդեռ եթե սրա բացվածքի ներքո օրինակ դիտարկելու լինենք միայն սննդամթերքի թանկացումը, մենք այստեղ ունենք 5.9%-անոց թանկացում։ Ավելի մանրամասն իհարկե կանդրադառնանք սննդամթերքին, պարենամթերքին, բայց մինչ այդ խմիչք, ալկոհոլային խմիչք եւ ծխախոտ արտադրատեսակներում մենք ունենք 6.8%-անոց թանկացումներ։ Թանկացել են նաև կարևոր նշանակության ծառայությունները։ Առողջապահությունը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ թանկացել է 3.5%-ով, ընդ որում այստեղ եւս որոշակի բացված կարելի է ներկայացնել, առողջապահական բոլոր տեսակի ծառայությունները թանկացել են։ Առողջապահական նշանակության արտադրական ապրանքները, արտադրությունը եւս թանկացել է, դեղորայք եւ այլն, այսինքն մենք այս մասով ունենք տոտալ թանկացումներ։ Կրթությունը թանկացել է 8.3%-ով, տրանսպորտի թանկացումը կազմել է 4.1%։ Մենք խոսեցինք այն մասին, որ օրինակ նույն սննդամթերքի առանձին ուսումնասիրությունը, եթե նայելու լինենք, շատ ավելի բարդ եւ շատ ավելի ահագնացող պատկեր է առանձին պարենամթերքի որոշ ապրանքախմբերի ուսումնասիրությունը ցույց տալիս, դա ներկայացրել ենք մեր երկրորդ պատկերում եւ նորից սահմանափակվել ենք մի քանի ապրանքախմբերով հասկանալու համար, թե ընդհանուր առմամբ ինչ պատկեր կա։ Իսկ ինչ պատկեր կա։ Տեսեք, օրինակ հացը թանկացել է 5%-ով։ Հացի խնդիրը թանկացման իրականում շատ այսպես ճակերտավոր հետաքրքիր ոչ լավ իմաստով։ Շատ անգամ գնային առումով գուցե հացի թանկացումը օրինակ 5%-ով չի դրսևորվում, բայց հացի պարագայում այդ թանկացումը շատ հաճախ դրսևորվում է հացի քաշի նվազմամբ, ինչը եւս իրականում ակնհայտ է եւ երևացող։ Ալյուրը թանկացել է 7.2%-ով, միսը թանկացել է 3.6%-ով, նորից պիտի նշեմ, որ այս պարագայում մենք գործ ունենք մսի միջինացված ցուցանիշին, տարատեսակների մասով, թռչնամիս, տավարի միս, խոզի միս պատկերը շատ ավելի բարձր է։ Կաթը թանկացել է 1.2%-ով, մածունը 0.5, ձեթը 15.9 եւ շարքը կարելի է շարունակել, այսինքն ինքներդ ձեր էկրաններին կարող եք ուսումնասիրել։ Նորից կրկնենք, որ այս շարքն ամբողջական չէ։ Հետաքրքիր եւ բավական այսպես գուցե եւ անսպասելի որոշ իմաստով թանկացում վերջին օրերի ընթացքում նկատվեց կաթնամթերքի շուկայում։ Ուսումնասիրությունները, մտահոգությունները նաեւ բարձրաձայնվող այդ թվում ոլորտի ներկայացուցիչների կողմից պարզվեց, որ պատճառը դա ուրեմն QR կոդերի անհրաժեշտությունն է, որի պահանջը կա 2026 թվականի հունվարի 1-ից։ Այսինքն արտադրական ծախքեր են ավելանում, ինչը բնականաբար անդրադառնում է այդ ապրանքի գների վրա։ Այլ է խնդիրը, թե ինչպիսի մրցակցային իրավիճակ է այստեղ տիրում գների հետ կապված, բայց դա այլ տիրույթի կարգավորման մարմնի կողմից իրականացվող գործառույթների համատեքստում է, գուցե մի օր առիթ ունենանք դրան առանձին անդրադառնալու։ Խոսեցինք օրինակ կաթնամթերքի շուկայում վերջին օրերի թանկացումների պատճառի մասին, բայց արդյոք առաջին անհրաժեշտության պարենամթերքի պատճառները թանկացման դրանով են սահմանափակվում։ Եթե փորձենք հակիրճ, ապա պատճառները մեկը չէ, դրանք մի քանիսն են, այդ թվում եւ ներքին տնտեսական ուրեմն զարգացումները եւ որոշակի արտաքին հնարավոր ազդեցություններ եւ նաեւ իրականացվող քաղաքականությունը։ Տեսեք, ներքին տնտեսական զարգացումների մասով ամենաառաջնային խնդիրը, որ կարելի է այս մասով պատկերել, մտածել, դա
Արդյունաբերության հետ կապված արդեն տևական ժամանակ մեր խնդիրներն են, մասնավորապես մշակող արդյունաբերության ոլորտում անկումները։ Թեև մենք դրան անդրադարձել ենք, մեծապես դրան անկմանը նպաստում է արտաքին ազդեցության չեղարկումը, թուլացումը, սակայն ոչ միայն դրան էլի առիթ ունեցել ենք, խոսել ենք դրանց մասին, հետևաբար արդյունաբերությունում անկումները իհարկե կարող են նաև փոխկապակցված լինել որոշակի գնային քաղաքականության հետ։ Պարզ օրինակ գյուղատնտեսությունում ինստիտուցիոնալ չլուծվող խնդիրները, որոնք անորոշությունը տոտալ, որոնք իհարկե կարող են անդրադառնալ գների վրա, այդ թվում օրինակ դրավառ դրսևորումը եւ արտահայտությունը այս տարվա գյուղատնտեսության ծավալների որոշակի աճն էր, մինչդեռ գյուղատնտեսական արտադրանքի թանկացումը։ Այսինքն սա պարզ ապացույցներից եւ փաստորեն դրա դրսևորումներից մեկն է։ Իրականացվող քաղաքականություն։ Դեռ 2024 թվականի տարեվերջից կանխատեսել էինք, որ 2025 թվականը լինելու է թանկացումների տարի, պայմանավորված իշխանությունների կողմից ներկայացվող հարկային բարեփոխումներով, մինչդեռ իրականում հարկային երևի թե սխալ չի լինի ասել հարկային տերորով, որը անշուշտ առաջացրել է թանկացումների այս ալիք։ Պարզագույն օրինակը, որը բազմիցս ենք առաջ քաշել, օրինակ նույն անձնական սպասարկման ծառայությունների թանկացումն է, տրանսպորտի թանկացումն է, սրանք ծառայություններ են, որոնք բնականաբար շղթայական ազդեցություն ունենալու են նաև այլ ապրանք ծառայությունների գների վրա։ Որոշակի արտաքին ազդեցություններ իհարկե կան, արտաքին շուկաներում որոշ ապրանքախմբեր թանկացել են, բնականաբար դրանք պետք է նաև այսպես տեղափոխվեն մեր շուկա, ներքին շուկա։ Դրամի որոշակի արժեզրկումը, այսինքն դոլարի նկատմամբ դրամի որոշակի արժեզրկումը ներմուծվող ապրանքների գների վրա ունի ազդեցություն, սա օբյեկտիվ հանգամանք է։ Այլ է խնդիրը, որ կա նաև սրա կողքին օբյեկտիվ հարցադրում։ Իսկ ինչպես է լինում, որ օրինակ դրամի արժևորման պարագայում այդ ենթադրաբար բարենպաստ ֆոնը ներմուծվող ապրանքների էժանացման կամ նույնքան արագ չի աշխատում կամ համարժեք կերպով չի լինում, բայց նորից սա այլ կարգավորման տիրույթի խնդիր է, որին գուցե ունենանք առիթ առաջիկայում անդրադառնալու։ Պատճառները, ինչպես հասկացանք, իսկապես շատ են, բազմազան են եւ նաեւ պայմանավորված իրականացվող քաղաքականությամբ։ Բայց անկախ պատճառներից մենք փաստացի այսօր ունենք իրավիճակ, որ պարենամթերքի շուկայում թանկացումներ կան եւ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը անշուշտ բարձրանալու է, հատկապես վերջին այս թանկացումների ֆոնին անշուշտ բարձրանալու է։ Հիշեցնենք, որ այս տարվա առաջին կիսամյակում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 81681 դրամ էր եւ հետեւաբար դրա թանկացման կարելի է սպասել։ Բայց այդ պարագայում ինչպես գոյատևի օրինակ կենսաթոշակառուն, որի կենսաթոշակի միջին չափը 2024 թվականի համեմատ նվազել է։ Հիշեցնենք, որ կենսաթոշակի միջին չափն այս տարվա առաջին կիսամյակում 49032 դրամ է։ Նորից կրկնենք, նվազագույն սպառողական զամբյուղը վերջին տվյալներով 81681 դրամ, միջին կենսաթոշակի արժեքը 49032 դրամ։ Ինչպես պետք է գոյատևի թոշակառուն։ Սա հարցադրում է, որը ենթադրում է որոշակի լուծումների առաջարկ։ Այդ լուծումների համատեքստում իհարկե կան օրինակելի լուծումներ, օրինակ բնակչության, հանրության եկամուտների ինդեքսավորումը։ Վստահաբար կարելի է ինդեքսավորման թեմային, դրա միջազգային փորձին, դրական բացական կողմերին անդրադառնալ, բայց եթե մեկ նախադասությամբ, ապա ինդեքսավորումը ենթադրում է հանրության համընդհանուր եկամուտների բարձրացում, եկամուտների պարբերաբար վերանայում, պայմանավորված գնաճով։ Ունենք մենք նման օրինակ իրավիճակ, կարծում եմ առնվազն ոչ համարժեք է։ Իսկ ակնկալել արդյոք այս իշխանություններից թերևս նույն 2026 թվականի բյուջեի նախագծով ցավոք սրտի նման զարգացումների ակնկալիք այսօր առնվազն դեռ չեն ձևավորվում։